Միացյալ Նահանգներում ու աշխարհի մի շարք երկրներում նշվում էր Մայրերի օրը, եւ օրվա առթիվ օվկիանոսից այն կողմ բնակություն հաստատած հայ հայտնիները ևս առիթը բաց չէին թողել իրենց մայրերին շնորհավորելու համար։ Դերասանուհի Աննա Մանուչարյանն էլ հրապարակել էր իր դստեր երիտասարդ երգչուհի Մալենայի լուսանկարն ու գրել էր. «Այս քնքշագույն էակի շնորհիվ ինձ մայր են կոչում։ Այսօր Միացյալ Նահանգներում նշում են Մայրիկների օրը, ու ես ամենահպարտ մաման եմ աշխարհի։ Դուք դեռ չգիտեք ինչ ա սպասվում», նշել էր դերասանուհին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իր հարցազրույցներից մեկի ընթացքում Աննան ի թիվս այլ թեմաների խոսել էր նաև անձնական կյանքի մանրամասների մասին։ Դերասանուհին խոսել էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելու պատճառների մասին։ Բարեբախտաբար իմ կյանքում հիմա ամեն բան լավ է։ Նախ անպայման ուզում եմ շեշտել, որ մենք էմիգրանտի կարգավիճակում չենք այստեղ։ Մենք օրինական ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվում եւ ժամանակավոր։ Այստեղ մեզ բերել են Մալենայի գործերը, հետաքրքիր առաջարկ ուներ եւ մենք այստեղ ենք ընթացք տալու համար այդ պայմանագրին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գալու խոսակցությունը կար օդի մեջ, բայց ես լրջորեն չէի վերաբերվում, նույնիսկ Հայաստանում մեր տան վերանորոգումն էի սկսել եւ չէի սպասում, որ այսքան արագ կլինի։ Վերանորոգումն ավարտեցինք, տեղափոխվել էինք ու 20 օր դեռ չէր անցել, երբ Մալենան տոմսերը ձեռքին տուն եկավ։ 2 ամիս ես չափազանց ծանր ապրումներ եմ ունեցել, որովհետեւ շատ երկար ճանապարհ անցնելուց հետո ես համարում էի, որ իմ գրեթե բոլոր երազանքներին հասել եմ։ Ես աշխատում էի իմ ամենասիրելի թատրոնում, գրեթե 15 տարի հանրային ռադիոյում էի, հանրային հեռուստատեսությունում վարում էի հաղորդում, ես իմ գեղեցկության սրահն ունեի, մի խոսքով ես ամեն բան թողեցի։ Բնականաբար պետք է թողնեի, որովհետև ես առաջնահերթ ինձ համարում եմ մայր, նոր դերասանուհի կամ կին։ Աննան խոսել էր նաև ընտանիքի եւ ամուսնալուծությունից հետո կյանքի մասին։ Նա նշել էր, որ իր հանդեպ շատ խիստ են եղել ընտանիքում։ Դերասանուհին պատմել էր, որ անգամ երբ ամուսնալուծվել էր եւ Մալենան կար, իրենց տանը հստակ օրենքներ կային։ Ես ժամը 10-ին պետք է տանը լինեի, լիներ ամառ, թե ձմեռ։ Հայրս փորձում էր նաև Մալենայի հոր բացը լրացնել եւ նա ուզում էր, որ շրջապատում տեսնեն, որ Մալենան մենակ չէ։ Դրա համար նրան տանում էր դպրոց ու հնարավորության դեպքում վերցնում էր դպրոցից։ Չնայած դպրոցը մեր բակում էր եւ երևում էր մեր պատուհանից, եւ եղբայրս եւ հայրս չափազանց ուշադիր են եղել Մալենայի հանդեպ ու նրան շատ սիրում են։ Մալենան նույնիսկ չի էլ գիտակցել, որ հայր չունի։ Ես շատ էի փորձում խոսել նրա հետ ու ասել, որ ես ամուսնալուծված եմ, բայց չգիտեի թե ինչպես, անգամ հոգեբանի հետ եմ խոսել։ Մի դեպք պատմեմ, երբ նրան դպրոց տարա առաջին անգամ։ Ուսուցիչը հարցրեց բոլորին, ով կասի իր անուն, ազգանուն, հայրանունը։ Մալենան ակտիվ ձեռք բարձրացրեց ու ասաց. Մարդոյան Արփին է ու իմ հայրիկի անունը։ Արդյունքներս չկարողացա զսպել, ապրումներս աննկարագրելի էր։ Հասկացա, որ բացը իմն է։ Մեկ օր ուժ գտա իմ մեջ ու պատմեցի նրան, շատ եմ աշխատել ինձ վրա։ Ես մինչ օրս որևէ վատ խոսք չեմ հնչեցրել հոր հասցեին։ Ուղղակի ես ասել եմ, որ մենք տարբեր էինք եւ չհասկացանք իրար ու հիմա նա ապրում է արտերկրում։ Այդպես եմ ասել, որովհետեւ նա ուղղակի բացակայում է մեր կյանքից։ Ես արդեն նշեցի, որ շատ խիստ են իմ հանդեպ եղել։ 18 տարեկան էի, երբ մի գիրք էի կարդում, որի հերոսին մտքումս պատկերացրել էի։ Մի օր մայրիկիս հետ դուրս էի եկել ու տեսա մի տղայի, ով նման էր իմ պատկերացրած հերոսին։ Նա մոտեցավ, շատ բարեհամբույր խոսեցինք, նա խնդրեց իմ հեռախոսը համարն ու ես տվեցի։ Դա մեր ընտանիքի մտածելակերպի մեջ ոչ մի կերպ չէր ընդունվում։ Առաջին անգամ գնացի նրա հետ սուրճ խմելու, արդեն ուսանողուհի էի ու ինձ մեծ էի զգում։ Մի 10 րոպե տևեց մեր հանդիպումը, զրուցեցինք ու ինքն ինձ ասաց. երկրորդ անգամ չեմ հանդիպի քեզ հետ, մինչև հորդ հետ չխոսեմ, ու ես մտածեցի ինչ ազնիվ մարդ է։ Ինքը խոսեց հայրիկիս հետ ու մեր հարաբերությունները մտան օրինական փուլ, բայց ես նրան չէի ճանաչում։ 1.5 ամիս անց նրանք ընտանիքով եկան մեր տուն ծանոթանալու ու հայրս ինձ հարցրեց. ուզում եմ թե ոչ։ Այնքան վստահ էի, որ ճիշտ որոշում եմ կայացնում ու դա միայն իմ չիմանալուց էր։ Ամուսնությունից 1 շաբաթ անց սկսվեցին հալածանքներ, ֆիզիկական, հոգեբանական, անտեղի եւ անհիմն։ Բազմիցս եղել է ֆիզիկական բռնություն, ծեծ եւ դա հանգեցրել էր իմ առողջական լուրջ խնդիրների։ Հիմա ես բոլոր հոգեբանական ապրումները հաղթահարել եմ եւ այսօր ինձ համար հեշտ է այդ մասին խոսել։ Երբ ամուսնանում էի, մայրս ասաց. հարգիր, որ հարգվես, բոլոր ընտանիքներում լինում են վեճեր, հանդուրժող եղիր։
Ես քանի որ շատ մեծ հարսանիք էի ունեցել եւ մեծ պատասխանատվություն էի զգում ծնողներիս նկատմամբ, հանդուրժում էի ամեն ինչ։ Դա է եղել իմ սխալը։ Եթե ես առաջին բռնության ժամանակ պատմեի հորս, բայց ես 2.5 տարի ոչ մի վայրկյան իմ ծնողներին ցույց չեմ տվել, ինչ պայմաններում եմ ապրում։ Աննան բաժանման որոշումը կայացրել է հերթական կոնֆլիկտից հետո, երբ ծնողները եկել են իրենց տուն եւ առաջարկել, որ իրենց հետ Աննան եւ Մալենան էլ գնան հանգստի, բայց ամուսինն արգելել է ու նշել, որ Աննայի ծնողները խաթարում են իրենց տան խաղաղ մթնոլորտը։ Դերասանուհու նախկին ամուսինը նույնիսկ խոսել է նրա հոր հետ ու ասել, որ էլ չգան իրենց տուն։ Աննա Մանուչարյանը պատմել էր, որ բաժանվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել եւ 1 տարի է պահանջվել վերականգնվելու համար։ Նա նշել էր, որ նույնիսկ խոսելիս դեմքը թեքվում էր։ Այդ օրվանից հետո նրան չեմ տեսել եւ դա լավ է, որովհետեւ կարծում եմ նա կխանգարեր Մալենայի ճիշտ մեծանալուն, նշել էր դերասանուհին։ Աննայի այս հայտարարությունները բավականին լայն արձագանք էին ստացել, համացանցի բազմաթիվ օգտատերեր աջակցում էին նրան նշելով, որ իրենք էլ են հայտնվել նմանատիպ իրավիճակում, ու դերասանուհին որոշել էր գրառման միջոցով անդրադառնալ իրեն աջակցողներին, նշելով. «Սիրելիներս, հարյուրավոր նամակներ եմ ստանում կանանցից, ովքեր նույն ճանապարհն են անցնում կամ անցել։ Ոմանք օգնություն են խնդրում, ոմանք ուղղակի կիսվում են։ Մեկ ուրիշի համար օրինակ է այն, որ ես հաղթահարել եմ ու հիմա լրիվ այլ կյանք եմ ապրում։ Էնքան հուզված եմ այս օրերին։ Սիրելի կանայք, թույլ մի տվեք ձեզ նեղացնեն, ոչ մեկը իրավունք չունի, ոչ մեկը ձեզնից առավել չէ։ Մի ամաչեք, գոռացեք այդ մասին, մի հանդուրժեք, մի լռեք, մի դիմացեք։ Ի վերջո դուք միայն ձեզ ունեք, իսկ դուք պիտի լինեք առողջ ու փայլեք երջանկությունից, չէ որ մեզ են նայում մեր երեխաները։ Ամուր գրկում եմ բոլորիդ, նշել էր Աննան։ Այն հաճելի պահը, որ ես պայմանավորվածություն ունեմ այգում սպասում եմ եւ չգիտեմ ձեզ մոտ լսվում է թե չէ, բայց դինամիկներից Մալենայի քամի ինչ-որ նոր ռեմիքս է հնչում, շատ հաճելի է։ Այս այստեղից։ Չեմ ձանձրանում էլի, 1000-ից 1 շուտ եմ եկել, հաճելի սպասում եմ այս ցրտին։ Բարի լույս բոլորին, տեսեք։ Բայց դատարկ փողոցներից ես ես ասում եմ բարի լույս, այսօր իմ օրը շատ շուտ է սկսվել, որովհետև պիտի գնանք Ստեփանավան նկարահանումների եւ ես ժամը 7-ին պիտի լինեի նշանակված վայրում, ու որպեսզի հանկարծ չուշանամ, ես ժամը 4-ին եմ արթնացել, ամբողջությամբ պատրաստվել եմ եւ իհարկե ես 5-ից ես արդեն լրիվ պատրաստ եմ ու չգիտեի ինչպես սպանեմ ժամանակը։ Ստիպված նախաճաշել եմ, որ ես առավոտյան չեմ նախաճաշում առհասարակ։ Մի խոսքով այսպես Instagram եմ թերթել ու եկել եմ հիմա հասել եմ այստեղ ու մարդ չկա բենակ եմ։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում, բարձր տրամադրություն, օրվա ընթացքում դեռ կհանդիպենք։ Բարի օր բոլորին։ Ինչ լավ է չէ, որ անձրևն ավարտվեց եւ հիմա փաստորեն արդեն արև է դուրս գալիս։ Ինձ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ իմ տրամադրության վրա անդրադառնում է եղանակը։ Ուրեմն գնում եմ Էթնոգույներ հաղորդաշարի հերթական նկարահանմանը։ Գիտեիք, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների մեջ ներառված են նաեւ չինացիները։ Եվ այսօրվա մեր նկարահանումները հենց նվիրված են չինացիներին։ Այնպես որ մեր հաղորդումները գնալով այլ ավելի հետաքրքիր են դառնում, հետևողական եղեք եւ գրեք ձեր կարծիքը։ Ես ոնց որ մի քիչ շուտ ուրախացա, որ արև է դուրս գալիս, մանորից փաստորեն անձրևում է, ու իմ հետևորդներից մեկը գրել էր եղանակը ոչ միայն ձեր տրամադրության վրա է ազդում, կարծում, այլև մազերի, ու այո, հիմա այս խոնավ եղանակից մազերս գանգրանում են։ Այս կարևորը մեր տրամադրությունը միևնույն է բարձր է։ Մարինա Մարինան մեր հաղորդաշարի սցենարիստն է, այնպես որ ամեն ինչը պտտվում է Մարինայի շուրջ։